Եթե մենք չզբաղվենք մեր տարեցների լավ կյանքով, առողջ կյանքով, առողջ ասելով ի նկատի ունեմ թե ֆիզիկական եւ թե հոգեբանական առողջությունը, մենք չենք կարող ունենալ այն մեր ասած երեխայակենտրոն հասարակությունը։ Եվ այդ էկոհամակարգը ինչ որ մի պահից կքանդվի, կփլվի, որովհետև մենք չենք անում կարևորը, հոգ չենք տանում։ Այստեղ խոսքը միայն նրա մասին չէ, որ մեծերի մասին կենաց ասեն, եւ հիմնականում են կենացը, երբ որ ոտքի վրա, եւ որ ասում են լույսերի մեջ մնա այս ինչ մարդ է։ Կամ ծնողների կենացը։ Այո, կամ ծնողների կենացը, այո։ Այստեղ երևի ավելի շատ ոչ թե պիտի մենք ձևին ուշադրություն դարձնենք, այլ այն բովանդակությանը, որը առաջին անգամ անկեղծ պիտի ասեմ, մենք սովորեցինք հենց մեր համագործակցությունից տարեցների եւ դեմենցիայի հետ կապված եւ այդ համագործակցությունը բերեց նրան, որ մենք սկսեցինք շոշափել այս շերտը։ Մեր վերաբերմունքը տարեցներին հարցին վերադառնալով, քանի որ լոֆթի բազմաշերտությունը թույլ է տալիս տեսնել այնտեղ եւ ընդունել այնտեղ բոլոր տարիքային սահմաններին եւ դուք տեսել եք թե սիրելի Հասմիկի հետ հիմա մի քիչ կտարածվենք, ես չեմ ուզի առաջ ընկնել այդ հարցից բալիկների համերգներին, երբ որ կրծքով կերակրող մայրերը գրկած բալիկներին մի քանի ամսական լոֆթում են եւ դուք կտեսնեք այնտեղ նաեւ շատ հետաքրքիր տարեցների, ովքեր նաեւ որոշակի գուցե առողջական խնդիրներ ունեն եւ շատ նման են այն բեյբի կոնցերտներին եկող բալիկներին իրենց պահվածքով եւ նույն հոգացության կարիքն ունեն։ Մեր դռները բաց են եւ արդեն հաջորդիվ կպատմեմ, թե ինչպես ծագեց իդեան։ Հասմիկ, անդրադարձեք ձեր փորձառությանը, տարեցների աշխատանքի, ես գիտեմ, որ դուք բավականին հարուստ փորձառություն ունեք։ Բավականին այո, լուրջ փորձառություն կա եւ ինձ համար միշտ օրինակ էր եղել տարիներ առաջ երբ երեխա էի եւ նոր պետք ընդունվեի երգչախմբային ընկերություն, այնտեղ դիրիժոր Էմմա Ծատուրյանը, որը տնօրեն էր այն ժամանակ, ուներ տարեցների երգչախումբ, որը շատ սիրված էր եւ ես հիշում եմ, շատ փոքր էի, բայց հիշում եմ, թե ինչպես էին այդ ավագ սերնդի ներկայացուցիչները արագ գալիս այդ երգչախմբին միասին հավաքվելը։ Այդ օրինակը միշտ ուղեղումս եղել է, բայց երբեք մտքովս չէր անցնի, որ մի օր ես կդառնամ ինչ որ մի երգչախմբի, այսպես չակերտավոր ղեկավար ասեմ։ Միավորող։ Այո, միավորող, շատ ճիշտ, այո, միավորողը, երբ սկսեցի աշխատել շատ փոքրիկների հետ, որտեվ կարևորագույն հարթակն է այդ ամենափոքրիկները, որտեվ մեր ապագա ոչ թե շատ ծեծված բառերն ապագա կերտողը, բայց իրականությունը այդպեսին է, որ պետք է լինի այն շերտը, որի վրա դու ինտելեկտուալ առումով ունես հիմնվելու տեղ։ Եվ սկսեցի զբաղվել այդ շատ փոքրիկների համերգներով եւ եկավ ժամանակ, որ միառժամանակ մի տարի առաջ էր թե ինձ դիմեցին, որ նման երգչախումբ արդեն կայացած ուխտավորների խումբ կա, ավագ սերնդի, որոնք խնդրում են, որ ես դառնամ իրենց երգչախմբի ղեկավարը եւ այդպես սկսվեց այդ երկրությունս։ Եվ հասկացա, որ ես ինքս երևի թե շատ ուշ հոգով կծերանամ, քանի որ բոլոր այդ տարիքային շերտերը ինձ համար ոչ թե փոքրեր են, մեծեր են միջին, այ 0-ից 100 տարեկան երեխաներ են։ Եվ երջանիկ եմ, այո, եւ մանավանդ երբ դու տանը ունես ծնող, որ այդ տարիքին եւ հասկանում ես իր կարիքները, մենք ամբողջ օրը վազում ենք, մենք շատ զբաղված ենք, բայց մենք մի պահ կանգ ենք առնում, հասկանում ենք, որ ախր մաման ամբողջ օրը տանը նստած քեզ է սպասում, որ ինքը կարիք ունի քեզ հետ մի քիչ նստի խոսի, սուրճ խմեք միասին։ Եվ այդտեղից այդ երգչախմբում մամաս մի քանի անգամ եկավ եւ հասկացա ոնց է ինքը նորից 88 տարեկան, բայց այնպեսի հաճույքով է գալիս, երբ հաջողացնում ենք, որտեղ որոշակի առողջական խնդիրներ ունենք, հասկացա այս կարևորությունը եւ հանկարծ մի օր զանգահարում է Արևիկը եւ այստեղից խոսափողը փոխանցում Արևիկին։ Համեցեք։ Հասմիկի հետ շատ հետաքրքիր եւ այսպես պատճառահետևանքային ձևով եմ ծանոթացել, երբ ունեցա իմ բալիկին, մի հրաշալի դայակ ունեինք, ով ասեց, որ բալիկին պիտի տանեմ համերգ։ Բալիկը 3 ամսական էր եւ 3-4 հեղինեն դարձավ այդ պատճառը եւ ինձ համար այսպես լուսավորեց, ես գնում էի համերգներին բալիկի հետ եւ հասկացա, որ ես ոչ միայն Հասմիկին ուզում եմ գնալ հյուր, այլ ես ուզում եմ Հասմիկը դառնա լոֆթի մի մասնիկը եւ տարիներ առաջ էր դա եւ ես
մեծ խնդրանքով իրեն մոտեցա եւ խնդրեցի, որ մենք այդ նույն հարթակը, այնինչ իր մոտ ստացվել էր տարիների ընթացքում կառուցել, ձևավորել, նաեւ նույնը ստանանք, որքան շատ այնքան լավ, այն օրը այդ մասին դու նաեւ ասեցիր, որքան շատ այդքան լավ հարթակներ մեր մանուկներին գրագետ մշակութային կրթություն տալու։ Եվ այսպես Հասմիկի հետ մեր ընկերությունը եւ մասնավորապես մեր կառույցի հետ ընկերությունը, որտեվ կառույցի հետ նույնացնում ենք Հասմիկին, այսինքն ինքը արդեն այսպես լոֆթի էկո համակարգի մի մասնիկն է։ Ամեն ինչ սկսվեց մայրիկիցս կամ կոնկրետ տարեցների երգչախմբի հետ կապված, այսպես շատ եւ հիմնականում ես վստահ եմ, որ փորձը նաեւ ցույց է տվել, որ շատ հզոր, պետքական եւ երկարաժամկետ եւ կյանք ունեցող նախագծերը սկսվում են սեփական անձի փորձառությունից եւ այդ փորձառության հետ, այո, եւ մայրիկս Վանաձորում է, ես Երևանում եմ, քույրիկս իր կյանքով, իր ընտանիքով, եղբայրս իր կյանքով, բոլորս այսպես հաջողակ մեր կյանքով եւ մայրիկս կարծես իր միսիան կատարել է եւ որպես ավանդական, հայկական, նվիրված մայրիկ այժմ ինչ որ մի պահ եկավ, որ երկրորդ շնչառություն վերցնելու ժամանակն է։ Այո, բայց ես հասկացա, որ ինքը ոչ թե կարիք ունի միայն, որ մենք ամեն օր իրեն այսպես չեքմարքի նման զանգահարենք եւ հարցնենք ոնց ես, այլ ինքը կյանքը ապրելու նոր գույներ, առօրյա նոր ընկերներ, նոր փորձառությունների կարիք ունի, որը ցավոք առայժմ մեր համակարգի մեջ լավ ձևավորված չունենք։ Հատկապես մարզային։ Այո, այո։ Ես գիտեմ, որ սոցիալականի նախարարությունը որոշ պրոյեկտներ եւ տարեցների ցերեկային խնամքի կենտրոններ եւ այլ տարբեր բաներ անգամ տեսահոլովակներում տեսի ինչպես են ապարում ուրախանում եւ այլն, բայց ես նաեւ հասկանում եմ, որ շատ շերտեր կան նաեւ մարզերում, որ անմասն են այս ամենից։ Ուստի հասկացա, որ պիտի բոլորս ով ինչքան հնարավորություն ունի, ստեղծի այս միջավայրը եւ այսպես հիմնվելով իմ մայրիկի կարիքին, այո, Հասմիկի հետ սուրճի շուրջ ես խնդրեցի, առաջարկեցի, գուցե մենք մի բան անենք, որովհետեւ կա հարթակը, կա փորձառությունը արդեն երեխաների հետ, այո, եւ այս նույն մոդելով փորձենք անել նաեւ մեծահասակների նախնական առաջին իրադարձության օրը շատ արագ են կարել ամեն ինչ առանց երկար բարակ կոնցեպտներ մշակելու, այսպես Հասմիկի հետ իրար զգացինք, որ դա անելու ենք եւ դա հաջողվելու է։ Այդպես է, ես կարող եմ հավաստիացնել։ Մի զանգով մեծ պրոյեկտ։ Շնորհակալ եմ եւ իհարկե մտավախություն ունեի, իհարկե կարծում էի, որ հեսա երկու հոգի են գալու, Հասմիկն ինձ ասում էր՝ մի անհանգստացի, եթե երկու հոգի էլ եկան, մենք անելու ենք այս իրադարձությունը եւ արդյունքում մեր սոցիալական ցանցերի մասնագետը գիշերվա 1000-ին ինձ գրում է, որ մենք 50-ը հատել ենք գրանցումների ու ես ասում եմ կանգնացրա գրանցումը, որ ավելի ճիշտ կազմակերպենք process-ը։ Եվ այսպես եղավ առաջին օրը Հասմիկը կպատմի իր տպավորությունները այդ։ Հետաքրքրին այն է, որ այս տաղավարում մասնագետներ, բժիշկներ, հոգեբանները բացատրեն հոգին չի ծերանում։ Այսինքն եթե մարդը անգամ 60 տարեկան է, նույն ինչպես դուք նշեցիք, կարիքներ նույն նոր ընկերներ ունենալու, կյանքը վայելելու, նոր համեր, նոր շփումներ, նոր վայրեր գնալու, որևէ տեսակի ցանկությունը չի նվազում դա անելու, եթե չասենք, որ ավելանում է։